աշխատանքային ուրեմն վիզայի ժամկետներն եմ ասում ավելի կարճացրել են, այդ կա, եւ խստացրել են ում ես քաղաքացիություն տալիս, ում չես տալիս, այդ են արել։ Այս ասելուց բացի մի հատ նոր երկու օրենք կա, որ դեռ չի անցել, բայց այդեն հունվարից առաջարկվել է կոնգրեսմենի կողմից, որի մասին շատ են խոսում։ Մարդիկ դրա մասին լսում են, մի մասը վախենում է արդեն, կարծելով որ արդեն կիրառվում է, բայց իրականում դեռ չի կիրառվում։ Դա ասեմ քաղաքացիության հարցն է։ Քաղաքացիությունը դե գիտեք, ուրեմն 25-րդ amendment-ը կա սահմանադրության փոփոխությունը, որ կատարվել էր, որ քաղաքացիություն տալի բոլոր Ամերիկայում ծնված մարդկանց automatically։ Այդ մի քիչ պատմական ձևի ասեմ ինչի համար, որտեվ ժամանակ երբ որ 1865 թվականին այդ քաղաքացիական պատերազմը վերջացավ, ուրեմն այդ ստրուկները ազատագրվեցին եւ հարցեր բայ իրենց ստատուսը ինչ ալնելու ստրուկի։ Լավ, ինքը ազատ է, հիմա ինչ։ Ինքը քաղաքացի է թե չէ։ Որպեսզի իրանց չշահագործեն նորից, որովհետև չունեն իրենք, ասենք, քաղաքացիության իրավունք, բա դա ինչ նշանակում, քվեարկելու իրավունք է նշանակում, չէ, առաջին հերթին։ Օրենք անցկացվեց, որ բոլոր Ամերիկայում ծնվածները ստրուկ են եղել կամ չեն եղել, նրանք քաղաքացի են ու վերջ։ Հիմա հասել ենք միտեղ, որ իհարկե խոսքը ստրուկների մասին չի խոսքը, այլ այն է, որ տարբեր երկրներից, լինի դա Չինաստան, Ռուսաստան եւ այլ գալիս են Ամերիկա, Մեքսիկո, երեխա են ունենում, հետո վերադառնում են իրենց երկիր, իմանալով, որ արդեն մի հատ ամերիկացի ունեն, որը երբ ուզենա կարող է գա Ամերիկա, սովորի, ապրի, աշխատի, երբ որ մեծանա, դեռ իրենց էլ բերի Ամերիկա, այսինքն ունի ծնողներին, այսպես բաներ անում են, այսպես շատերը այսպես անում են, հատկապես երկրներում, որտեղ իրավիճակը շատ ստաբիլ չի։